այս կարևոր թեման քննարկման առարկա դարձնելու համար պարենային անվտանգության խնդիրը ցանկացած երկրում դա թիվ 1 կարևորություն ունեցող խնդիր է։ Մեր երկրում, մեր աշխարհագրական դիրքից ելնելով առավել ևս։ Սակայն պետք է նախ այս իշխանությունը կարողանա գնահատել երկրի անվտանգությունը, որից հետո գնահատի պարենի անվտանգությունը, քանի որ գնահատված չէ անվտանգությունը, նույն կարգավիճակում գտնվում է նաև պարենի անվտանգությունը։ Տեսեք, ես որքան ժամանակ հիշում եմ, միշտ ասում եմ, որ Հայաստանում կա 250 եւ ավել չմշակվող հեկտար չմշակվող հողատարածք, գնալով այդ թիվը աճում է։ Ինչ է արվում, պետական ինչ քաղաքականություն է վարվում, 0 քաղաքականություն։ Տիկին Անահիտ, դուք նշեցիք, որ ցորենի խնդիրը բավականին լուրջ է։ Այո, ինչպես նշեց Արսենը, Արցախի հանձնումից հետո, որը մեր ցորենի պաշարի հիմնական մասը այնտեղից էր գալիս, մենք ունենք ցորենի լուրջ խնդիր։ Ինչ է առաջարկում գործող իշխանությունը, ասում է ցորեն չկա, բրինձ կերեք։ Որևէ մեկը Հայաստանում բրնձի արտերի հանդիպել է, ես գոնե տարբեր մարզերում լինում եմ, մենք բրնձի մշակությամբ այդպես չենք զբաղվում, ինչի վրա է այս մարդկանց հույսը, որ պետք է երկիրը բրնձով սնվի, որտեղից այդ բրինձը, եթե պիտի ներկրվի, ապա ինչ քանակությամբ կա, ընդհանրապես կառավարությունը ունի հաշվարկ ցորենին փոխարինող որքան բրինձ է մեզ հարկավոր, կամ ինչ գնով է, որտեղից է այդ բրինձը ներկրվելու։ Տեսեք, ունենք, ու Արսենը հիմա նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը փակվեց, փակման եզրին է նաև գյուղինստիտուտը 850 տեղ կա, որից 700-ից ավել 750-ը թափուր է մնում։ Դա ինչ է նշանակում, երբ որ ոլորտը իշխանության, կառավարության մակարդակով հետին պլան է մղվում, բնականաբար մենք ունենում ենք եւ գյուղնախարարության լուծարման եւ գյուղինստիտուտի լուծարման խնդիր։ Ինչ է արվում։ Ես մասնագետների լսում եմ, ցորենը նույնիսկ անջրդի հողում շատ լավ աճում է։ Մենք անջրդի հողերը այսպես թողել ենք ինքնահոսի, որևէ պետական հոգացություն, սուբսիդավորում այդ ուղղությամբ որևէ աշխատանք ես տեսնում եմ, որ չի արվում։ Եվ բացի պարենի անվտանգության համալրման խնդրից, օրինակ տեսեք, Արցախը հայտնվեց բլոկադայի մեջ։ Քիչ բնությունը ավելի բարեհաճ էր, գոնե մի քանի ամիս մարդիկ կարողացան ապրել։ Այստեղ պատկերացրեք, Աստված մի արածց է, իսկ տեսնելով այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումները չի բացառվում, որ Հայաստանը հայտնվի պատերազմի կամ շրջափակման մեջ, միայն Շիրակի մարզը 7 ամիս ձմռան ցրտի տակ է։ Այնպես չի, որ մեր անասնապահությունը այսօր մենք հազիվ կարողանում ենք դեսից դենից գոմեշի միս ներկրել ու դա ինչ-որ անվանտակ սպառել։ Ինչ կլինի Հայաստանում, եթե լինի մի քանի ամիս բլոկադա։ Մենք դրա փորձը ունեցել ենք, կհիշեք բոլորը, 2000-ականների սկզբին, երբ 2008-ն էր, կարծեմ, ռուս-վրացական հարաբերությունները երբ որ լարվեցին, ընդամենը 2-3 օր հետո Հայաստանում վառելիքի կրիզիս էր, չկար վառելիք։ Արդյոք այս կառավարությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է այն թվերին, թե եթե լինի Հայաստանում նման իրավիճակ, իսկ բացառել չի կարելի, մենք ինչի առաջ կարող ենք կանգնել։ Ունենք մենք այնքան պաշար, որ կարողանա հանրապետությունը մի քանի ամիս ինքնաբավ լինել։ Մենք դուք նշեցիք ինքնաբավության այն ոլորտները, որոնք մեզ ինքնաբավ են, բայց հիմա անցած տարի էր կարտոֆիլի այնքան հսկայական բերք ունեցանք,
այդ բերքը գյուղացու այդ մառաներում պահված դարձավ խոզի կեր, ոչ ներկրում, ոչ արտահանում արվեց, ոչ էլ պետության կողմից դա հանձնում արվեց։ Մթերման խնդիր չկա, մթերման խնդիրը այսօր միայն կարծեմ խաղողի սպառման ոլորտում է մթերում, այդ գինեգործական ընկերություններն են կոնյակի, որոնք սպառում են խաղում, մնացած բոլոր ոլորտներում մարդիկ ցանում են, նույնիսկ գյուղացին իր փոքր հողակտորի մթերումը շատ դժվարությամբ է իրացնում։ Հիմա Մալազիայի շուկայում այդ խնձորը, բավականին լավ խնձորը արժի 250 դրամ, որովհետև գյուղացին իրացման խնդիր ունի, բայց եթե հաշվի առնենք, թե այդ խնձորի ծառի, սառնարանի, թունաքիմիկատների վրա գյուղացին որքան ջանք է դրել եւ որքան ֆինանս, աստիճանաբար այդ երբ որ դու չես ունենում քո շահույթը, այդ այգիներն են մատնվում անտերության։ Պարենի անվտանգության երկրորդ խնդիրը այն է, լրջագույն խնդիրը, քանի որ մենք հիմնականում ներկրող երկիր ենք, այդ հիվանդությունները, որոնք գալիս են բույսերի, մշակաբույսերի կամ ներկրվող այլ ապրանքների հետ։ Ես տարիներ շարունակ Արագածոտնի Արագած գյուղում ականատես եմ եղել կարտոֆիլի բերքի հիվանդության, ասում են ուռուցք հիվանդություն, այդ մարդկանց կարտոֆիլը որևէ շուկայում չէր վաճառվում, տեսքը մեծությունը կար, բայց այսպես գոյացություններ էին կարտոֆիլի վրա։ Մասնագետը ասում էր, որ դա կարտոֆիլի սերմից հողի մեջ ընկած խնդիր է։ Ինչ է արվում Հայաստանում, մենք շատ ու շատ մշակաբույսեր կամ ներկրում ենք նաև շատ բաներ Թուրքիայից, այլ երկրներից, հարևան Վրաստանում այդպիսի մի խնդիր առաջացավ մի քանի տարի առաջ, այս պահին ես այդ հիվանդության անունը չեմ կարող ասել, բայց լուրջ խնդրի առաջ կանգնեց ամբողջ գյուղատնտեսությունը։ Ինչ է արվում։ Այսօր մեր բացի այն համալրումը, որ պետք է արվի, շատ կարևոր է, թե մենք որքանով ենք հետազոտում Հայաստան մտնող մեր այդ ներկրվող մշակաբույսեր կլինեն, սացիվներ կլինեն, սերմեր կլինեն եւ մնացած այդ ամեն ինչը։ Պետք է համալիր մոտեցում, որովհետեւ նորից եմ կրկնում, մեր աշխարհագրական դիրքը այնպիսին է, որ մենք չենք կարող այս հարցում, ինչպես անվտանգության հարցում, այսպես թուլամորթ կեցվածք ընդունենք։ Մասնագետները ես բարբերաբար լսում եմ, կան մասնագետներ, ովքեր լավ առաջարկներ են անում, բայց այդ առաջարկները, ինչպես եւ այսօր մենք կխոսենք, ականջալուր լինող չկա այդ առաջարկներին։ Հայաստանը ունենա, Սյունիքի մարզից գալիս էի, ինչքան անմշակ հողեր կար։ Ջուրը հողի բերանին, հողերը անմշակ, սա անթույլատրելի է, մեր նման երկրում սա անթույլատրելի է, այստեղ պետք է յուրաքանչյուր թիզ հող մշակվի, բայց մշակելուց առաջ պետությունը պետք է ոչ միայն, ասենք ասի, այսքան գումար տալիս եմ գնա քո հարցերը լուծի, գյուղեր ենք մտնում, մի քանի գյուղ մի տրակտոր չունեն, սա որ ժամանակաշրջանն է։ Պետք է այդ հողերը մշակելու համար գյուղ տեխնիկա է հարկավոր, եթե գյուղացին չունի համապատասխան տեխնիկան, տեսեք, ես Բելարուսում չեմ եղել, բայց իմ ընկերները պատմում են, որ Բելարուսում այդ սովետական տարիների սովխոզային վիճակն է բավականին գյուղատնտեսությամբ այսօր Բելարուսը որևէ երկրի չի զիջում, թե անասնապահությունը, թե ընդհանրապես հողերի մշակման իր ինքնաբավ երկիր է, մենք այսօր Բելարուսից վերջերս խանութում տեսա, ասացին բելարուսական սառեցրած տավարի միս է, մենք այդտեղից ներկրում ենք, ոչ արոտավայրերն ենք մարդավարի օգտագործում, որն էլ որ արոտավայրեր թշնամուն բերել նստացրել ենք սարերի գլխին, ասում ենք այդ փեշերից հեռու կացեք, որովհետև այնտեղ են նստած։